Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և Ղարաբաղ տելեկոմ ընկերության միջև տեղի ունեցած բանակցությունների քննարկումների արդյունքում ընկերությունը հայտ է ներկայացրել հանձնաժողով, առաջարկելով վերանայել և նվազեցնել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի թվային ֆիքսված, թվային անլար միջերես և շարժական կապի մի շարք ծառայությունների սակագները։ Նախատեսված են շարժական կապի մի շարք ծառայությունների նվազեցված սակագներ։ Դրանք են հետվճարային հեռախոսակապի բաժանորդավճարը, բջջային կապի կանխավճարային և հետվճարային հեռախոսակապով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացվող ներցանցային զանգերի րոպեավճարների, ինչպես նաև դեպի Հայաստանի Հանրապետության ֆիքսված և բջջային ցանցեր իրականացվող զանգերի րոպեավճարները։ Հետվճարային քարտերի համար ելքային և մուտքային զանգերի դեպքում բաժանորդավճարը գործող 1200-ի փոխարեն սահմանվել է 1000 դրամ։ 10-ից 12%-ով նվազել են անլար ֆիքսված միջերես համակարգով հեռախոսակապի զանգերի սակագները։ Զանգեր շրջանների, այդ թվում Ստեփանակերտի միջև սահմանված երկար 50 րոպեն անցնելուց հետո գործող 19 ու 99 դրամի փոխարեն առաջարկում է 18 դրամ։ Զանգեր դեպի Ղարաբաղ տելեկոմի բջջային ցանց գործող 28 դրամի փոխարեն առաջարկում է 26 դրամ։ Զանգեր դեպի Հայաստանի Հանրապետության բջջային ցանց գործող 39.99 դրամի փոխարեն առաջարկում է 36 դրամ։ Զանգեր դեպի Հայաստանի Հանրապետության ֆիքսված ցանց գործող 24.99 դրամի փոխարեն առաջարկում է 22 դրամ։ Միջինը 10.5%-ով նվազելու են անշարժ ցանցի հեռախոսակապի ծառայությունները։ Անշարժ ցանցից դեպի Ղարաբաղ տելեկոմի բջջային ցանց զանգերի դեպքում գործող 28.99 դրամի փոխարեն առաջարկվում է 26 դրամ։ Ղարաբաղ տելեկոմի անշարժ ցանցից դեպի Հայաստանի բջջային ցանց զանգերի դեպքում գործող 39.99 դրամի փոխարեն առաջարկվում է 36 դրամ։ Միջշրջանային զանգերի դեպքում գործող 19.99 դրամի փոխարեն առաջարկվում է 18 դրամ սակագին։ Ղարաբաղ տելեկոմի անշարժ ցանցից դեպի Հայաստանի Հանրապետության անշարժ ցանց զանգերի դեպքում գործող 24.99 դրամի փոխարեն առաջարկվում է 22 դրամ։ Ղարաբաղ տելեկոմ ընկերության գլխավոր տնօրենը խոստովանում է, դժվար գործընթաց է, բայց առաջին քայլն արվել է։ Նախատեսում ենք ամսական մոտավորապես 40 միլիոն եկամուտի անկում, որը դարվա գդրվածքով մոտավորապես 500 միլիոն դրամի մասն է խոսքը։ Դա Ղարաբաղ տելեկոմի համար մեծ քայլ է։ Ընկերությունն ակնկալում է, որ սակագների միջին հաշվով 13.5% նվազման փաստը աշխուժություն կառաջացնի հաճախորդների շրջանում և ուղեցույց կլինի իրենց հետագա քայլերի համար։ Պիտի փորձենք ավելի խրախուսել փաթեթներ ստեղծել, որը կներառի նաև ոչ թե միայն համացանցը, համացանցի ծավալները, համացանցի արագության փաթեթներով և ինչու՞ չէ նաև SMS-ները, կարճ հաղորդակցությունները։ Գոհար Ռուստամյան, Միրուժան Հայրապետյան, օր։